կիսանում եմ Հայաքվե քաղաքացիական միավորման անդամ, որը այսօր սատարում է այս քարոզարշավին, սատարում է ուժեղ Հայաստանին, համար 3-ին, բայց որպես քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես խորին հարգանք եմ տածում Ռոբերտ Քոչարյանի հանդեպ եւ իմանալով հանդերձ, որ ինքը այսօր գալու է Ստեփանավան, իմ քաղաքացիական պարտքն եմ համարել գալ այստեղ եւ լսել Ռոբերտ Քոչարյանի խոսքը, հարց տալ իրեն։ Ասեք, ինչ եք հիշում Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներից եւ ինչի հիման վրա է ձևավորվել այդ հարգանքը, այդ վստահությունը։ Ես լինելով մանկավարժ, նախկինում դպրոցի տնօրեն, շատ լավ հիշում եմ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները եւ ուզում եմ ասել, որ հենց այդ տարիներին էր, երբ դպրոցը դարձավ ուշադրության կենտրոն, երբ կարևորվում էր աշակերտների կրթադաստիարակչական մակարդակի բարձրացումը, երբ ուսուցիչների աշխատավարձը էականորեն բարձրացավ, մենք գիտենք, որ յուրաքանչյուր հունվար ամսին ուսուցիչների աշխատավարձը պիտի 20%-ով բարձրանա, դա դարձել էր արդեն ավանդույթ։ Մենք նույնիսկ չէինք սպասում, որ մեզ պիտի հայտարարեն, եւ հենց այդ տարիներին աշխատավարձը բարձրացավ։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ ուսուցիչների աշխատավարձը 3000-ից 5000 դրամ էր եւ ամիսներով մենք աշխատավարձ չէինք ստանում։ Երբ ես դարձա տնօրեն 99 թվականին, մեր ուսուցչական կոլեկտիվը ուներ 10 ամսվա աշխատավարձի պարտք, որը 99 թվականին այ Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ ես դիմեցի ֆինանսների նախարարություն եւ մեր աշխատավարձների պարտքը ամբողջովին մարվեց եւ ոչ միայն մերը, այլ նաեւ իմ դիմումի համաձայն ամբողջ Լոռու մարզի ուսուցիչների պարտքը։ Ես հիշում եմ, որ մեր սահմանները անսասան էին այն ժամանակ։ Մենք արժանապատիվ կյանք էինք վարում։ Ես դա հիշում եմ, ես դա չեմ կարող ուրանալ։ Ես հիշում էի, որ երբ Ռոբերտ Քոչարյանը հանդես էր գալիս միջազգային ատյաններում, հպարտանում էի ուղղակի, որ տեսնում էի իր խոսքը, իր հայրենասիրությունը, իր վերաբերմունքը Արցախի նկատմամբ։ Հիմա շատերը ասում են Արցախը հանձնել է 30 տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը, մարդիկ դուք սթափ եք, դուք ընդհանրապես հասկանում եք ինչ եք ասում։ Ռոբերտ Քոչարյանը իշխանություն ուներ, եթե հանձնող լիներ, ոչ թե պահող լիներ, այն ժամանակ կհանձներ Արցախն էլ, Մեղրին էլ, կամ ասում են, ես հիմա քարոզարշավների եմ մասնակցում, հանդիպում եմ մարդկանց, ասում են Մեղրին է հանձնել Ռոբերտ Քոչարյանը, ասեմ, որ հանձնել ան չի է Մեղրին միջև այսօր հայկական։ Հակառակը կարող եմ ասել, բացեք Google Maps-ը, գտեք Տիգրանաշենը եւ տեսեք, որ այսօր Տիգրանաշենը դարձել է արդեն Ադրբեջանի կազմի մաս, ըստ Google Maps-ի, եւ լավ իմացեք, եթե դուք ընտրեք Նիկոլ Փաշինյան, տեսնելով, համոզվելով իր բոլոր ստերին, հավատալով, չգիտեմ ինչ, լավ իմացեք, մենք դառնալու ենք Արևմտյան Ադրբեջան։ Հունիսի 17-ին 18-ին Նախիջևանում համաժողով է կազմակերպվել Արևմտյան Ադրբեջանի ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ։ Արդեն մարդիկ ունեն կադաստրային վկայականներ, արդեն ունեն տեղեր, դա համացանցում տեղադրված է, գրագետ մարդը կարող է բացել, տեսնել եւ հասկանալ իր տան վրա քանի ադրբեջանցի է գալու նստի։ Այդքանը կարող եմ ասել։ Ես շատ եմ հարգում Ռոբերտ Քոչարյանին, մաղթում եմ իրեն հաջողություն եւ ցանկանում եմ հունիսի 7-ից հետո տեսնել հայկական Հայաստան, հայի Հայաստան, ոչ թե ադրբեջանամետ, թուրքամետ իշխանություն։ Այս մշակույթի պալատը երկրաշարժից փլվել էր եւ երկար տարիներ փլված վիճակում էր, չէր գործում։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այս մշակույթի պալատը վերանորոգվել է հիմնովին եւ
սկսել է գործել։ Այն թունելը, որով դուք եկաք Ստեփանավան, երկրաշարժից հետո այդ թունելը չէր գործում, փլվել էր։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ թունելը վերանորոգվել է եւ նոր սկսել են մարդիկ նորմալ թունելով հասնել Երևան, Վանաձոր եւ այլ քաղաքներ։ Այնպես որ Ռոբերտ Քոչարյանի արածը Հայաստանի համար, Արցախի համար ուրանալը դա ուղղակի անմարդկային վերաբերմունք